Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ իմ ալիքում ու սկսում եմ նոր վլոգ։ Նոր վլոգը որոշեցի սկսել միանգամից համեղություն պատրաստելով։ Հիշում եք անցած վլոգին նարինջ եւ սավոյարդի թխվածքաբլիթներ գնեցի, պետք է տիրամիսու պատրաստեմ։ Մտածում էի գելակով, թե նարնջով, երկուսն էլ գնել էի չնայած, բայց որոշեցի այս անգամ եւս նարնջով պատրաստել, անցածը գելակով պատրաստել էի արդեն։ Նարնջով պետք է տիրամիսու պատրաստենք, ստացվում է արտակարգ, շատ համեղ։ Միասին պատրաստենք, սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ինչպես ասեցի, պատրաստելու եմ նարնջով տիրամիսու, որոշեցի այդպես պատրաստել։ Հիմա նարինջները լավ լվացել եմ, պետք է նարնջի հյութ պատրաստեմ, քամելու եմ նարինջը, իսկ տիրամիսուի համար նարնջի հյութը պատրաստելու եմ ժելե։ Ժելեի համար էլ հարկավոր է լինելու իհարկե նարնջի հյութը 400 մգ, մոտավորապես նարնջի հյութ է հարկավոր միլիլիտր, մեզ հարկավոր է լինելու օսրա եւ շաքարի փոշի։ Ես առանձին տեսանյութով ունեմ պատրաստած, հղումը կարող եմ թողնել նկարագրության բաժնում, այդտեղից կարող եք դիտել։ Շատ համեղ է ստացվում։ Հիմա նարինջը քամենք։ Ահա, այստեղ քամել եմ արդեն 400 մգ նարնջի հյութ, ավելացնում եմ օսլան եւ շաքարի փոշին։ 1 ճաշի կթալ շաքարի փոշի, 2 ճաշի կթալ օսլան։ Ավելացնելուց հետո լավ խառնում եմ եւ դնում եմ միջին գրակի վրա անընդհատ խառնելով, եփում այնքան մինչեւ մի փոքր թանձրանա։ Այսպես անընդհատ խառնելով եփում ենք եւ մի փոքր թանձրանա։ Արդեն մի 5-ից 6 րոպե խառնում եմ, արդեն տեսեք սկսում է թանձրանալ։ Մի փոքր էլ խառնեմ, հիմա որ սառեց թողնելու ենք սառի մի քիչ, որ սառեց ավելի է թանձրանալու։ 2 րոպե խառնում ենք ու գրակից վերցնում։ Արդեն բավականին թանձրացել է, գրակից կվերցնենք, թող սառի այս ընթացքում։ Այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Կրեմներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է սերուցք, մասկարպոնե տեսակի պանիր եմ օգտագործելու, շաքարի փոշի եւ օգտագործելու եմ նարնջի եւ լիմոնի գեղևի քերուկը 1 ճաշի գթալ մոտավորապես։ Եթե սա չեք օգտագործի, կարող եք ավելացնել վանիլին, քանի որ ես այս գեղևն եմ օգտագործելու, վանիլին չեմ ավելացնի։ Հիմա բոլոր մասկարպոնե պանիրը եւ սերուցքը սառը վիճակում պետք է լինեն։ Հիմա միասին բոլորը հարում ենք եւ պատրաստեմ մեր կրեմը։ Սերուցքը մի փոքր հարեմ, որից հետո կավելացնեմ պանիրը։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում եմ պանիրը, շաքարի փոշին եւ գեղևի քերուկը, լիմոնի եւ նարնջի։ Այս բոլորը ավելացնելուց հետո միանգամից խառնում ենք։ Կրեմն էլ է պատրաստ արդեն։ Շատ համեղ կրեմ է ստացվում։ Այստեղ մոտավորապես 200 մգ նարնջի հյութ եմ քամել թխվածքաբլիթները թաթախելու համար,
Սա արդեն պատրաստ է մեր կրեմը և սառել է, բողոքանի սառել է նարնջե ժելեն։ Սա էլ Սավոյարդի թխված կաբլիկները, հիմա պետք է հավաքենք մեր ձեռամիսուն։ Այս անգամ որոշել եմ այսպես քառակուսի ձևամանի մեջ հավաքեմ։ Կարող եք կլոր ձևաման վարձնել քառակուսի, կարևոր չէ թե ձևամանի ձևը ինչպիսին է։ Համենայն դեպս տակը յուղաթուղթ եմ փրել։ Հիմա պետք է Սավոյարդի թխված կաբլիկները մի անգամից թաթախում ենք նարնջի հյութի մեջ եւ շարում այստեղ։ Ահա, այսպես մի անգամից շարում ենք, շանթ չենք թողնում հյութի մեջ։ Եվ այսպես ինչպես որ ցանկանանք շարում ենք։ Ահա, ամբողջը շարեցի, աշխատում ենք այնպես շարենք, որպեսզի բաց տեղ չմնա։ Եթե մի փոքր հատված է, կարող եք թխված կաբլիկը կտրատել եւ տեղը լրացնել։ Հիմա վրան ավելացնում եմ կրեմը։ Կրեմը տարածելուց հետո վրան ավելացնում եմ նարնջե ժելեն եւ նորից տարածում եմ։ Ահա, ժելեն էլ տարածելուց հետո նորից կրկնում ենք։ Սավոյարդին թաթախում ենք հյութի մեջ, վրան ավելացնում եմ կրեմը, նորից ժելեն։ Ահա, ամբողջ ժելեն արդեն կսեցի, հիմա տեղափոխելու ենք սառնարան մոտավորապես 5-ից 6 ժամով, եթե ամբողջ գիշեր թողնեք էլ ավելի լավ։ Տեղափոխելուց անպայման բերանը փակում ենք տոպրակով, նոր տեղափոխում ենք սառնարան։ Ահա սիրելիներս, ինձ մոտ անցել է ամբողջ գիշեր, ես ամբողջ գիշեր թողել եմ սառնարանում։ Հիմա արդեն հաստատ պատրաստ է լինելու։ Ահա սիրելիներս, այսպիսի տեսքն ունի տիրամիսուն։ Կարող եք կրեմից ունեմ ես մի փոքր ավելացել է, կարող եմ կողքերը կրեմով պատել, բայց ինձ թվում է այսպես ավելի գեղեցիկ է ստացվում, երբ որ այս թխված կաբլիկները երևում է շերշերտ։ Կարող եմ կարող եք, եթե հյուրեր եք ունենում, նարնջով գեղեցիկ ձևավորել, բայց քանի որ ես այսօր հյուրեր չունեմ, մեզ համար եմ պատրաստել, հենց այսպես էլ կմատուցեմ։ Շատ համեղ է ստացվում, ավելի, ճիշտն ասած, ավելի թեթև, ավելի համեղ է ստացվում, քան իսկական տիրամիսուն։ Ճիշտ է, իսկական տիրամիսուի համը ուրիշ է, բայց սա ավելի թեթև է, ավելի, եթե սառն էլ մանավանդ ուտում եք, ոնց որ պաղպաղակի համ տա։ Շատ համեղ է ստացվում։ Հիմա կտրատենք, տեսնենք, թե ինչպիսին է ներսում, մեջը։ Տեսեք ներսի մասը ինչքան գեղեցիկ է ստացվում։ Քառակուսի ֆորմայով մի տեսակ ավելի գեղեցիկ է ստացվում։ Ավելի գեղեցիկ շարվում է թխված կաբլիկները ու դասավորվածությունը տեսեք ինչքան հարթ ու ավելի գեղեցիկ է լինում։
Տեսեք ինչքան փափուկն է, փափուկ ստացվեց շատ, սիրելիները շատ համեղ ստացվում, կարող եք փորձել, ելակի տարբերակն էլ ունեմ նկարած ու էլի շատ համեղ ստացվում։ Կրկին ողջունում եմ սիրելիներս, մեզ մոտ հաջորդ օրն է, դուրս ենք եկել, ճիշտն ասած մի քանի տեղ ունենք մտնելու, գնալու ենք երևի, լառոկը, առայժմ չգիտենք, ամուսինս մտավ դեղատուն, հիմա վերադառնա կորոշենք ուր ենք գնում, բայց հաստատ որ մի 2-3 տեղ ունենք մտնելու, այդ հաստատ է։ Ու ուզում եմ անպայման ակցիոնել մտնենք, մտքիցս չի դուրս գալիս ափսեները, ինչ որ մի երևակայելի ափսե չի, բայց ամեն դեպքում շատ հարմար ափսեր ամանները, դրա համար ուզում եմ գնեմ մի քանի հատ, քանի որ արդեն ժամանակն է փոխելու, միշտ ձանձրանում ես նույն ափսեն օգտագործելուց, դրա համար որոշեցի, որ անպայման ակցիոնել մտնենք, իհարկե դուք մեր հետ միասին ուր գնանք, հաստատ մթերային խանութ ենք մտնելու, քանի որ վաղը կիրակի է մեզ մոտ ու խանութները փակ են։ Հիմա սպասեմ ամուսնուս գա, որոշենք ուր ենք գնալու, ձեզ էլ կտեղեկացնեմ սիրելիներս։ Ահա, այս տեղատունն է մտել, մեզ մոտ այս պահի դրությամբ 1.25 է պակաս, 25 աստիճան է, եթե եղանակի մասին հարցնում եք։ Արդեն շոգ է, տաք է, ամառ է, հաճելի եղանակը, շաբաթ առավոտ չէ, կեսօր է ու արդեն մարդիկ սրճարաններում կարեջուր են խմում։ Վայելում են իրենց հանգստյան օրերը, ֆիեստաները, ասած իսպանացիներին։ Ահա, այս փոքրիկ սրճարանը արդեն լիքն է։ Ու այս ամբողջ օրը կարող է այս վիճակը լինի։ Ժողովուրդ ջան, ընտանեկան խորհուրդը որոշեց, որ գնանք լառոկա, բայց ճանապարհին այսօր քանի որ շաբաթ էր, ահա որ խցանում կար, ճանապարհից շեղվեցինք ու գնում ենք ակցիոն։ Ահա որ վիճակեր այսօր հաստատ մի ժամ ընդ կանգնելու էինք, իսկ իմաստ չուներ, կգնանք աշխատանքային օրը, որ այդքան մարդ չլինի։ Նորից ակցիոնում ենք, չգիտեմ, բալկոնի, պատշգամբի, սեղանին ուզում եմ մի հատ գեղեցիկ բան, բայց ավելի շատ կտորից չեմ ուզում, էսի կտորից է, գլինկորից եմ ուզում լինի, բայց էս էլ է սիրոն, կարող եմ անձրևների, չնայած արդեն անձրևների սեզոնը մեզ մոտ վերջացավ, կարող եմ սա գցել, անձրևների ժամանակ վերցնել։ Սիրուն է, հեսա կմտածեմ, տեսնեմ ուրիշ ինչ կա, կկողմնորոշվեմ։ Տեսնեմ, եթե ուրիշ հարմար բան չգտա, էսի վատը չի, գամ կվերցնեմ։ Այստեղ էսպիսի բաներ կան, օրգանայզերներ են, այնքան շատ մարդ կա, ունենց աղվը կա, շաբաթը բոլորը խանութներն են։ Ասալա սիրոն, մեր սեղանը կանաչ է, էսի ավելի երևի
հարմար կլինի, բայց այնի դուրս շատ եկավ, այն է կստացնի։ Հեսա նայեմ տեսնեմ, որ մեկը մեծ է, էդ էլ կվերցնեմ։ Այդտեղ բարձի երեսներ եմ նայում, բայց մեր բազմոցին հարմար գույն չկա, ճիշտն ասած, պատը չէ, 4 եվրո երևի։ Չնայած մի քանի կին է դրած, անկեղծ ասած չգիտեմ, որն է, Alex Lux, հա, էսա 4 եվրո է։ Երևի փոքրերը, բայց չէ, նույն չափն է, երևի որակի տարբերություն, կա 3 եվրո անոց տարբեր գների, բայց հարմար գույն չի կար իմ մեր բազմոցի համար։ Այստեղ խալիներ կա, անգամ գորգ կա։ Այս մի ակցիոնը տեսականին ավելի շատ է, ավելի լավն է։ Սա եթե հետաքրքրվող լինի, անցած անգամ հարցրել էիք, որ ակցիոնն է, նա բարբերայի ակցիոնն էր, սա Սաբադել քաղաքի ակցիոնն է։ Եկանք այն բաժինը, որը որ մեզ հարկավոր էր, առանձնահատուկ եկել ենք այդ ապրանքի համար, ու չկա։ Իստեղումա բոլորի համար հարմար է եղել է տավսելերը վերջացել է։ Հստակ չկա։ Աստեղ ես տեսակն են մի ակցիոնում էլ էր ես մնացել մենակ։ Ես հույս ունեի, ես մի ակցիոնում կլիներ։ Բայց չկա։ Ապսես։ Այս տեսակը կա։ Ասա վատը չի, վերցնենք մի հատ ամնացել։ Եկեք վերցնենք, հարմար այն այս հապսեները։ Բոնը ինչի համար եկել ենք չկա, մի բան վերցնենք, սա վերցնենք, լավ։ Եկանք ճամբրուկը կա, ուզում ենք մի հատ էլ նայենք։ Ինձ մենակ մի բան նայեցին։ Այս պահը դուրս չի գալիս։ Այս դեմից ցեպը, որը որ հեչ անհրաժեշտ դարակ չի ու ասենք իրան ծավալը ավելի է մեծացնում։ Ուրեմն ստե չեն կարելի, ես ավելի լավ 20 եվրո ավել տակ լավ առնենք։ Հա, ես 30 եվրո սա, ես գիտեի 20 եվրո է, բայց հա 30-ը։ Ուրեմն ուրիշ տեղից ավելի լավ 20 եվրո ավել տանք, ուզում ենք անպայման լինի այսպես մեջտեղից չլինի, էդի անհարմար է, այս կոմից ցեպը լինի, բայց էսի ճիշտ ասեմ, այս ցեպը անիմաս ցեպ եմ դրել։ Անիմաս դե ոչինչ չես կարող տնես ու ինքնպես ինչքան է հաստատնում։ Հա, այս էլ տղա հաստատնում է։ Այսինքն այս տեսակներից չենք ուզում գնենք։ Մեջտեղից որ բացվում է, ասես չենք ուզում։ Ասես չենք ուզում, ուզում ենք այդ տիպի, բայց էդ էլ հարմար չի։ Չկա հարմար ավելի։ Չկա ուրիշ խանութից կառնենք։ Այստեղ այսպիսի բաներ են մեզ չի հետաքրքրում։ Այս խանութն էլ ահա որ խառ այսօր։ Այստեղ շկուտը ամուսինս պեսել, վերցնում է շկուտը։ Հա։ Պետք է գալիս։ Պետք է գալի դեպի թողլին։ Եկել ենք քաղցրի բաժինը, այստեղ ռոշենից կարամել կա։ Հիմա ակցիա հեսա 1.89։ Դուրս եկանք ակցիոնից, ճիշտ ասած ինչի համար էլի գնացել ենք, այստեղ հույս ունեի, որ այդ ամաններից լինելու է, գիտեք ամանների ձևներ ավելի հարմար ու շատ հարմար ամաններ էր, չկար, վերջացել էր, հույս ունեի այստեղ լինելու էր։ Հիմա քանի որ այս քաղաքում ենք, Սաբադելն ենք եկել, այստեղ մեծ Ալկամպո սուպերմարկետ կա, մտնենք Ալկամպո էլ նոր գնանք երևի։ Զգուշացրու, որ Ալկամպո տարբեր երկրներում տարբեր անվանում կա, բայց նույն խանութն է։
Ռուսաստանում կարծեմ Այշան, Այշանն է։ Ես չգիտեմ, Այշանն է, ինչքան գիտեմ, Այշանն ասում։ Մեզ մոտ Ալկամպոյա, իմանալու ֆրանսիական չէ սուպերմարկետ Ալկամպո։ իսկույն Ինտելատորը ֆրանսիական, խոսքով մեր մոտ կոչվում է Ալկամպո, այս քաղաքում բավականին մեծ Ալկամպո կա, բավականին մեծ։ Հիմա մտնենք այդտեղ, նոր երևի բայց կգնանք մեր հարազատ Մերկադոնան, որ գնանք մտնենք, չմտնենք, Մերկադոնա պարտադիր մտնում ենք, որովհետև չգիտեմ, ավելի հարմար է, հիմնական գնումները տեղից են կատարում, դրա համար միշտ Մերկադոնան կա, մեր ցուցակի մեջ, խանութների ցուցակի մեջ Մերկադոնան կա։ Հիմա միասին գնանք Ալկամպո։ Այն փորձենք մտնենք ավտոպայստամասերի խանութ։ Տեսնենք կարող ենք ավտոյի մոտորի յուղը փոխել։ Ժամանակն է, չէ՞ արդեն։ Այս հենց տեղ ենք, չէ՞, վերջին անգամ փոխել այս Նարուտոյը, ինչ։ Այս նույն խանութում ենք փոխել։ Իդեպ այս խանութների ցանց է մեծ, տարբեր քաղաքներում կա։ Այստեղ ինչ են բաները։ Նախկինում այստեղ շինանյութի խանութ էր։ Դեկորացիա, այստեղ բան է, պլանտա, այդ բույսեր են ծախ։ Հա, սատիների, բույսերի։ Այն կողմում էլ Ալկամպոն է։ Մենք ցույց կտանք իրանց, ես էլ այդ համ խանութն է, Նոր ատո, նոր համ ատո։ արհեստանոցն է Ես իրանց։ Նարուտո եմ ասում, նոր ատո։ Մենք կմտնենք ներսը կհարցնենք։ Այստեղ ավտոյի մեքենայի յուղը փոխելու համար պետք է հատուկ օր վերցնես, չես կարող կալ մի անգամից փոխել։ Բաներ կան, ինձ ենք նախանձում հայկական ձևերին, որ գալիս ես յուղը փոխեք, վարքյանական։ Հայկական ձևերով չես կարող, ասում մի անգամից փոխես, պետք է ժամ վերցնես, օր այստեղ խանութը, ինչ է, ամեն ինչը վերաբերվում է մեքենային, մոտոցիկլետներին, ստորմած ես հետաքրքիր չի լինելու։ Ինձ որ հետաքրքիր չի։ Սա էլ մեքենայի համար նախատեսված աթոռներ է, երեխաների համար նախատեսված մեքենային նստելու։ Ուզում եմ հասկանամ ստեղ ինչն է ինձ հետաքրքրում, ոնց հասկանում եմ ոչինչ է։ Ուղղակի սպասում եմ միջև վերջացնի, տեսնենք այսօր կարող են փոխել կամ ինչ-որ մի օր ժամ տան մեզ։ Հիմա դու ընտրի թող, բայց այսօր են անում։ Ժամը 3-ին։ Այսօր ժամը 3-ին։ Հա, մի ժամից։ Հա, միջև խանութ մտնենք։ Հա, այդ եմ ասում։ Այդ բախտերս բերեց, այդ կաստրոյլը լավն է։ Էսի դիզել է։ Հա, մայր բենզին է։ Գազոլինա դիզել։ Էսի է, համ բենզինա, համ բենզին, համ դիզել է։ Բայց նա սրանց տարբերությունը ինչու՞մն է, միտեղ դրացա նույն բանը 63 եվրո, միտեղ 58։ Հա, բենզին, դիզել ու հիբրիդ։ Հա։ Նույնն է։ Նույնն է։ Դեռ թանկը վերցնենք։ Հա? Թանկը վերցնենք։ Ինչի՞ է, նույն բանն է, տարբերություն չեն տեսնում։ Կարող է ուղղակի տեղերը սխալ են դրել։ Այդ էլ հնարավոր է, պետք է կարդանք սա։ Այսի կաստրոլ։ Տարբերություն պետք է նի, թե տարբեր գները կա։ Չէ, հիմա արի սենց անենք, նայ։ Դրել են իրար։ Ուրեմն սխալ են դրել։ Մունոք the very aging of foods։ Էսել է նույն բանն է դրած։ Հա, նայ, տարբերությունը C3 Էսի M է։ Այսինքն տարբերությունը չգիտեմ ես ինչու՞մն է։ Դե իրենք ուրեմն կասեն։ Պետք է ասեն մեր ավտոյին, որը կլինի մեքենային։ Հա։ Հա։ Դե բնականաբար յուղը փոխելուց գերադասելի է ֆիլտրն էլ հետը փոխել։ Այստեղ հիմա ձեզ այդքան հետաքրքիր չի լինի, մեր այս խանութը ոնց որ ինձ հետաքրքիր չի։ Ոնց ասեցի։ Բայց դիփած կարող եք
այս մասը արագացնել։ Ինձ որ հետաքրքիր չի, ով կեղծ ասած։ Ինձ հետաքրքիր չի, որ ստիպված եկել եմ։ Կարող եք արագացնել այս մասը, եթե ձեզ հետաքրքիր չի, կամ չեմ այդքան շահոտ ծավալվի, որ անհետաքրքիր լինի։ Դրանց ով են կանայք, ովքեր մեքենա են վարում, ինձ թվում է իրենց համար հետաքրքիր կլինի։ Չեղավ։ Այ ֆիլտր չունեն։ Զարմանալի է, մի անգամ մի տարի, անցած տարի, համարյա տարին 10 ամիսը 1 փոխում ենք, այսինքն ժամանակահատված ունի, էլի, միջով կիլոմետրերով է։ Ուրեմն 4-5 խանութ պտտվել ենք, ոչ միտեղ ժամանակ չկար, ժամ չկար, որ կարողանայինք փոխենք։ Այստեղ մեքենայի չոտքից առանք, գնեցինք ոչ ֆիրմայի ու մի անգամից փոխենք, մյուսը փոխել ենք, այս մեկը չէինք փոխել։ Ինչի՞ չէ, փոխել այս մեկը միացել։ Չկար։ Չկար։ Անցած խանութը Էսի կարճ է, չէ, մեկը երկար է։ Հա, դե տարբեր չափսեր են լինում։ Հիմա այս էլ կա, այս էլ։ Վերջացա։ Ահա, նո, այս էլ փոխեցինք, տեսա։ Մեզ ոչ չստացվեց այսօր յուղի փոխվելը, որովհետև ինչ չունեին ֆիլտր։ Այդ ֆիլտրը չկար, իսկ առանց ֆիլտրի էլ ինչ-որ ապարդյուն է յուղը փոխելը անիմաստ է դառնում մեքենայի։ Անիմաստ է դառնում, դրա համար որոշեցինք կամ ուրիշ տեղ կգնանք, կամ մեկ այլ օր։ Հիմա մտնենք այլ կամպով։ Այստեղ կոպեկով է մնացել, ահագին տեղ հանել են կոպեկները, բայց այստեղ մնացել է, են բերել են հետ տան երևի հեռուստացույցը, առել են բերել են հետ տան երևի, այստեղ այսպիսի սրճարան էլ կա։ Հա, գնայինք, կարող է որակը ավելի լավը լինի, դա մի քիչ աչիր թանկ լինի։ Այս սպրինտեր խանութն է կարելի է մի հատ մտնել, այդ հետո, ջանց մեր մոտ մեծը կա, մեր մոտ կմտնենք։ Այստեղ հագուստի բաժինն է։ Հա։ Այստեղ ամառ սրանցից ունենք ծով գնալու համար, բայց 1000-ից մեկ ենք օգտագործում ճիշտն ասած։ Բայց մեր ուզածից կա, ուզած ձևից։ Չէ, այսի մեջտեղից որ բացվում է, դրանցից է գակ։ Հա, տենում։ Ինչ հաժ է այստեղ։ Հետաքրքիր է, այս տեսակը ինչ հաժ է։ Հա, բայց մենք դինը նայենք ինչ հաժ է։ Լավ է թեթևոտ է։ Հեսա մեր նույն ճամպրուկի, բայց կապույտն է։ Կարեֆորում է նայեցինք, կապույտներ մնացը սևը չկար, մեր սևն է։ Իսապարտը ունենք, մեծը Հա, ունենք։ լուկզակը ունենք, մեծը ունենք։ Հոքր բանը ունենք, Ուսին գցողի պայսակը։ հա։ Բայց այս էլ է։ Այս ենք ուզում, այս էլ Բայց չկա։ կապույտը չէ, մերը սևն է բոլորը։ Ափսոս։ Կարեֆորում էլ էր կապույտը մնացը։ Հա։ Այս ինչ է, այսի հետո էլ բացի։ Չէ, գույնը, Գույնը սիրուն կապույտ չի։ չէ։ Այստեղ էլ ամբողջը բույսեր են։ Բույսերի համար նախատեսված հողեր։ Orchideaները, բայց փոքր են, շատ ոյ, անստեղ տեսեք,
Չերիներ, ինչքան է շատ է։ Իսրավներ։ Այս ծաղիկներից մի ժամանակ ունեինք կարմիրը, չէ՞։ Այս ծաղիկից չէ ունեինք։ Հա, ունեինք։ Մանանեխ։ Մանանեխ է դա։ Մենտա, հա։ Կա ոտը։ Ոյ, շոկոտ ուներ, ող։Ոնց օնուշ եկավ հոտը։ Անանոխի։ Մանանեխ չէ, անանոխ կա։ Ինք մանանեխ ասեց, ես եմ անանեխ եմ ասում սխալ։ Սա էլ բան մաղադանոս երեխին, մաղադանոս ասա էլ ասպես։ Ոյ, սիրուն գույները, տեսակ պետք աշնանային գույները, բայց շատ սիրուն է, շատ սիրուն գույները։ Ալկամպոնել ունի այսպիսի բաժին, հիմա մտածեցինք այստեղ կարող է այդպիսի հարմար ափսե լինի։ Հիմա այստեղ գնայինք։ Հա, ստուպի ափսե է, վելի։ Չէ, էսի պիչոր չի մի քիչ։ Փոքր է էսի, հա, բայց թեթև էր, էլի լավն էր, վատը չէր։ Վատը չէր։ Այս փոքր ատեր, մի փոքր մեծը լիներ ավելի լավ է։ Ստեղնանք, ինչի համար է չգիտեմ, բայց այդ սիրուն է։ Հա, ինչ-որ մի բան մատուցելու համար է։ Այս սիրուն է։ Բան է։ Մատուցելու համար է, ինչ-որ բան, ինչ է, կարետոյա, բայց ինչ է, օրինակ ինչ կարես մատուցես։ Այստեղ ինչ է, հավի թևիկները։ Ինչ-որ նման բան, արդեն պետքա ֆանտազիան աշխատացնես, ինչ կարելի է մատուցել, բայց չի, տեսես ես բան ճիշտ ասած, շատ սիրուն էր, ուղղակի անսովոր բան էր, այստեղ էլ հյութի բաժակներ։ Դա սպիտակը ունենք իշում ես։ Դա կոպիտ է, չէ։ Ես չեմ սիրում սենց բաժակներ։ Այն սիրած բաժակները։ Որն է։ Սենց վարար։ Նոր փաշար։ Խմելուց ոնց է հագենաս, ես այդեն չգիտեմ, ոնց։ Այս այս բաժակները չեմ սիրում ժողովուրդ։ Այս բաժակները պատկերացրեք իր տեսքի համեմատ ծանր չի, բայց չեմ սիրում, չգիտեմ ինչի։ Այսի, ոնց որ առաջվա ճաշարանների բաժակ չէ լինի։ Կոմունիստների ճաշարանի բաժակ։ Բայց երևի այդ, չգիտեմ, չեմ սիրում։ Ասել է սիրում։ Ծանր է, բայց կոպիտ է։ Հերվից սիրուն է, բայց շատ ծանր է։ Այստեղ են այսպիսի տախտակներ կան։ Սրանք էլ է դուրս գալիս։ Բայց չեմ հիշում, ես մի հատ ունեմ, չեմ հիշում։ Այս չափն ունեմ, թե այս չափն է, չէ, ուրեմն չեմ վերցնի։ Այս չափն է։ Սայն մեծ արդեն չեմ ուզում։ Ուզում մի քիչ նեղ ու երկար, հլա։ Այ սիրուն է։ Ուղղակի հարմար չի, էսի ուղղակի դեկորացիա ոնց ունի։ Ինչի համար օգտագործես։ Էսի մատուցելու համար է, հա։ Սուրճ երևի մատուցելու, որովհետև հաստատ տախտակ չի, ինչ-որ տես բաների համար է։ Շանս է։ Այսենց սուրճ ես մատուցում։ Ասենք ամուսինը կնոջը։
Տեսեք ձեթի ինչ գեղեցիկ ճիշտ է, բայց ես ում եմ ախր, ոչինչ, ինչը ասեցի, լավն է, իմ ամուսինը անմիջապես գնեց, բայց մի հատ գոնե նայենք նոր, կակ։ Երկու հատ նայենք։ Երկու հատ նայենք, բայց սիրուն է, միանման, իրա տուբանը, պաստավկով, հենա է բացած կարկալ, զորտեղա բացացինք, Ոյ ասեք, ու ինչ թեթև, սիրուն է, շատ սիրուն է, իս դուր եկավ, հավ կգնենք, որ դուր եկավ, շատ սիրուն է, շատ թեթև է, շատ, բայց ես որ ունեմ, էտ էլ է թեթև, ես էլ էր թեթև շատ, սրանք է մրգի համար է, ես ֆիրման լավն է ինքը լինում, Մրգի։ Հա, այս թվում է ինչ-որ մրգի համար է, այսի բայր ուրիշ ինչի համար կարաս օգտագործես, իրանք սենց դնում են մրգեր սրանցով, ասինք ես ելին ուշ ինչի համար կարելի է, ես չեմ պատկերացնում բակ, ինչ-որ դեկորացիա է այսի, էլի, լեսվիսի սրբիչների բաժինն է, որ չեմ ուզում, այստեղ կարող է կլինգոր լինի, չէ, էսի, Իրան ինչի համար է, շնացա, այս էլ ցուցանակներ են, մեզ պետք չի, ցուցանակներ չկա է, ինչ է, էդի դարակի համար է, կակ, դարակի մեջ դնելու համար է, շորից մի հատ, չէ, ելը որ պետք չի, ունենք շորից, սիրուն շիշը, Սա ձեթերի բաժինն է, ձեթերը մեզ թվում է, թե մի փոքր էժանացել է, չէ՞։ Կարծես թե մի փոքր ոնց որ էժանացել է ձեթերը։ Այստեղ խոսքը ձիթայուղի մասին է, էլի զեյթունի ձեթերի։ Սա կամպոյի մսի բաժինն է։ Տեղածական բաժինն է։ Աշը 465 Այստեղ էլ արդեն հարնցուկ է Ծովի ու օվկիանոսի ծովախեցրին Հա Կրավների տեսակը Հնաղը կարկրավ Կմեքրենա, Հա, պուչուրը հետը Հա, վայ, չի նկատել Ես կնդեմ ոցը սարդ լինի Մեզ որ զետները չեն ատան, ու նման միանշանակ ատան Չեն կապել սենց Գիտեց իչքան ամուր են որնը Հրամար ես ես կապել Հա, սավ կապած է Ոչ, հայկա գնանք Ուր է գնանք
Իշապիչ։ Սուկ չի, իշապիչ կունտային։ Հա։ Այլ հանրահայտ խամոնները, արժեքները 300, իհարկե թանկերն էլ կա, բայց այստեղ 350, 369 եվրո։ Այսպես խամոնները, իրանց արժեքները, սա 269 եվրո։ Հապունի որտեղի խամոնա, ինչա կերել խոզը, չէ։ Հապունի դաժե դեմի ոտնա, թե հետևի։ Հա, դա էլ հապունի։ Հետևի ոտը միշտ թանգա։ Թանգա լինում։ Իրանց համար մի հատ արվեստ է խամոն կտրել, խամոն ուտելը մի հատ արվեստ է։ Այստեղ ստախած է խամոնները։ Այստեղ արդեն էժաններն է։ Եթե սև է ոտը, նայ, այստեղ սև չի ոտը, էսի էժանն է, իսկ այն սևերը թանկեր։ Այս որ ոտքի մաս, այս կան մասերը, չգիտեմ ինչ նշանակություն է, այլ ուսին սևը արդեն թանկ է։ Հիմա այստեղ կտրում է խամոնը, տեսեք ինչ բարակությամբ։ ¿Querés probar? Sí. ¿Quieres también? Da? Առաջարկեց փորձել։ De nada. Muchas gracias. De nada, que vaya bien. Bueno։ Շատ լավն է։ Իրոք խամոներ։ Այստեղ ինչ ենք գտել։ Ցինո։ Նայում ես։ Լավը չի, բայց չէ, լավը չի։ Նայում ես սիրուն կոր բրոթուսի, հնամ, բայց որ աչքերդ փակ ուտես, չես իմանա ինչ միրգ ես ուտում։ Արժեքն է 3.79, փիչանումը դրա համար էժանացրել եմ, 6.7 եվրո է եղել կիլոն։ Սարդինը լավն է։ Մեզ նայեցին, իրանք էլ են խփում։ Չէ։ Հիշում ես կոդը, ասպես իմացա։ 81։ Հա, ոնց է դեպքում։ Հատ վերցրու։ Հեսա, սլակները կար։ Մեկից 120-ը, պրոտաս։ Հետա։ 81-ն է, թե 86-ներ։ Դրանն է 81։ Հա։ Այստեղ կարմիր բազուկ ենք տեսել, ամեն խանութում չի, որ այսպես կարմիր բազուկ կա, ինչ մեծ է վերցրում։ Հայավարին այ մեծի հետ փոքր են դրել ինադո։ Ամենահարմարը էս է։ Հա, Եթե չվերցնեմ։ Չէ, վերցրու, ոչինչ։ Մեկը բոլոր տեղերը տենց են անում։ Մենակ շուկայում է, որ լավն էին դրել 3 հատներ։ Մեծի հետ միշտ փոքր են դնում։ Միշտ է, դա Խորամանկություն են անում։ ողքել կա։ Ողքա, շատ։ Ողքա, այստեղ սպանախել կա։ Ժողովուրդյան, այսպես ասած, մեր միսիան վերջացրեցինք այլ կամպոյում, հիմա գնում ենք Մերկադոնա, քանի որ վաղը կիրակի է, Մերկադոնայից ունենք գնումներ կատարելու, դրա համար պետք է անպայման մտնենք։ Գնացինք միասին։
Մերկադոնա։ Երևի Մերկադոնայում չեմ նկարի, որովհետև նկարելը արդեն բազմիցս անգամ, որպեսզի ձեզ չձանձրացնեմ ավելորդ անգամ։ Մտնենք դուրս գանք, դուք ոչ միտեղ չգնաք, նորից կհանդիպենք։ Հուսով եմ տեղ չեք գնացել, մենք մեր գնումները կատարեցինք, տանը ցույց կտամ ինչ ենք գնել, բավականին ապրանք գնեցինք, ինչը որ մեզ հարկավոր էր։ Սիրելիներս արդեն տուն ենք վերադարձել, հիմա ցույց տամ, թե մենք ինչ գնեցինք, մոտավոր տեսակ Ալկամպոյից ինչ գնեցինք, բայց կարգը չխախտելու համար անպայման ցույց կտամ, Մերկադոնային էլ իհարկե ցույց կտամ, մի որոշ բաներ էլ Մերկադոնայից գնեցինք, քանի որ ինչպես ասեցի, վաղը Կիրակի է, իսկ այստեղ Կիրակի մեծ սուպերմարկետները փակ են լինում, ընդհանրապես իսպանական սուպերմարկետները փակ են լինում։ Քանի որ գնումները սկսել ենք Ալկամպոյից էլ կսկսենք։ Առաջինը ուզում եմ սկսենք այս սիրունիկներով։ Տեսեք այս գեղեցկությանը, այնքան նուրբ է ինքը, այնքան թեթև է, չեք պատկերացնի, շատ, չգիտեմ, մի տեսակ շատ հավանեցի։ Հիմա ամբողջովին դնեմ, ցույց կտամ ձեզ։ Ահա ժողովուրդ ջան, տեսեք, ասեք, որ սիրունը գրեք կոմենտներում, ձեզ դուր եկավ թե չէ, թեթևությունը ես կասեմ, որ շատ թեթև է ու շատ նուրբ է, իսկ սիրունության մասին էլ դուք գրեք, տեսնեմ ձեզ դուր եկավ թե ոչ։ Ժողովուրդ ջան, ախր մենք սկսել ենք մեր գնումները ոչ թե Ալկամպոյից, այլ ակցիոնից, բայց այնքան շտապում էի, որ բացեի ես իմ սիրունիկներին Ալկամպոյից գնացը, դրա համար իմ մեջ արդեն տպավորություն էր ստեղծվել, որ մենք Ալկամպոյից ենք սկսել, բայց ոչինչ, որ սկսել ենք Ալկամպոյից կշարունակենք հիմա։ Ալկամպոյից գնացինք ծնեբեկ, Այստեղ ձիթայուղ եմ վերցրել, սա զտված ձիթայուղն է, տապակելու համար սա եմ օգտագործում, արևածաղկի բուսայուղի փոխարեն սա եմ օգտագործում, գրեթե ես բուսայուղ չեմ օգտագործում, սա եմ գնել, այստեղ այսպիսի սեխ եմ գնել, անկեղծ ասած հոտ քաշեցինք, ոչ չէր գալիս, բայց որոշեցինք քաղցր է լինում, եթե սեզոնին է քաղցր է լինում, որոշեցինք գնենք, հիմա կփորձենք քաղցր կլինի ավելի լավ, չի լինի, դե հիմա արդեն գնել ենք, ձմերուկ ենք գնել, այսպիսի նշանով, չգիտեմ ես ինչա նշանակում, երևի լավն է, Ալկամպոյն է հենց, չգիտեմ, մի խոսքով ձմերուկ գնեցինք, տեսնենք լավն է, թե ոչ, Այնտեղ տպտպացրեցինք, տեսանք, որ լավն է, մեզնից հետո իսպանացիներն էին այսպես անում։ Տեսնենք, լավն է, բախտերս բերել է, թե ոչ։ Կարմիր բազուկ են գնել, ես բազմիցս եմ ասել, որ կար այսպիսի թարմ բազուկ, ոչ բոլոր խանութներում են լինում, մեկ կարեֆուրում եմ հանդիպել, կարեֆուրում, Ալկամպոյում կար, Մերկադոնայում երբեք չեմ տեսել այսպիսի բազուկ, միշտ եփած պատրաստ, արդեն վակուում արածն եմ տեսել, իսկ դա բավականին վատն է լինում, ջրային մասը շատ է, մի խոսքով անհաջող է շատ, դրա համար հենց անմիջապես, մեկ է շուկաներում հակա, եթե տեսնում եմ, անմիջապես գնում եմ, որովհետև այսպիսի բազուկ 1000-ից մեկ են կարողam խանութից գնել։ Եվ գնել ենք այսպիսի կապսուլաներով Ariel, իմ ջալուց Ariel-ը այնտեղ ուրիշ գիներ, կասայում դրամարկղում ուրիշ գին անցավ, հետո դե էլ ոչ մի բան չասեցինք, դե հիմա երևի սխալ էին դրի, չգիտեմ։ Այստեղ այսպիսի Nivea եմ առել, մեկ է մի հատ բաժակ ենք առել, Ճիշտն ասած, այս բաժակներից ունեին կոմպլեկտ, մեկը կոտրվել է, շատ հարմար է, մեր կապսուլայով սուրճը որ խմում ենք, շատ հարմար է, արդեն չգիտեմ, սովորել ենք երևի դրան, մեկը կոտրվել էր, որոշեցինք լրացնենք, դրա համար մի հատ ենք առել։ Ահա, այսքանը երևի Ալկամպոյի գնումները։ Անկեղծ ասած, ապրանքների տեսականին քիչ է, բայց երևի ապրանքները արժեք ունեին,
արժեքով էր մի փոքր բարձր, դրա համար այսքան քիչ ապրանքին վճարել ենք 70 եվրո։ Ու մտածում ենք ինչ ենք գնել, որ 70 եվրո մի փոքր նայում ենք սայլակի մեջ ապրանքների քանակը ու գինը, գումարը իրար չէր համընկնում։ Հետո մտածեցինք, որ նայեցինք ամեն ինչ ճիշտ է խփած, մտածեցինք երևի ավել ինչ-որ բան են անցկացրել, եթե մարդկային գործոն կա, սխալը կարա լինի իհարկե, բայց չէ, ամեն ինչ նորմալ էր, գները միայն այնտեղ անճշտություն կար արելը, այնտեղ 16 ու քանիս էր գրած, բայց վճարեցինք 24 եվրո, 23 ու քանի։ Դա էր միայն անճշտություն, բայց մնացածը բոլորը ճիշտ էր, այսքան քիչ ապրանքին 70 եվրո վճարեցինք։ Ինչևից է, ամեն ինչ թանկացել է ապրանքները, բայց կարծես թե ինձ թվաց, թե ձիթայուղի գինը իջել էր, չգիտեմ, ինձ այդպես թվաց, իհարկե հավի կրծքամիսը ամեն ինչը բարձրացել էր, բայց ձիթայուղինը մի փոքր որ կարծես թե իջել էր, որովհետև շատ ահավոր, ահռելի ձևով բարձրացավ գինը, դա էլ իսպան ներմուծված ապրանք չէր, տեղական ապրանք էր, բայց շատ թափով բարձրացավ գինը։ Բայց հիմա ոնց որ թե մի փոքր իջել է գինը, հուսամ կելի կիշտնի ու ամեն ինչ լավ կլինի։ Հիմա հավաքեմ ամպոյի ապրանքները, անցնենք մյուս խանութներին, ակցիոն եւ Մերկադոնա։ Հիմա ակցիոնի գնումները, գիտեք, ակցիոն ինչի համար են գնացել, որը եւ ճամպրուկի եւ ամանների համար, ափսեների համար, ճամպրուկը դուրներս չեկավ, հարմար չէր ու 30 եվրո չարժեր, ավելի լավա 20 եվրո էլ ավել դնենք, 50 եվրո ավելի լավ որակինը կար, թանգից էժան չկա, ինչպես ասում են, իսկ ափսեները չկար իհարկե, վերջացել էր, ոչ մի ակցիոնում չկար, երևի բոլորը զգացել են, որ հարմար է, շատ հարմար էր, ամեն ինչ համարյա այդ ափսեների մեջ եմ մատուցում, շատ հարմար ափսե էր, երևի բոլորը զգացել են, որ շատ հարմար է, մի խոսքով վերջացել էր։ Հիմա այս ափսեն էր մնացել ամանը ու մի հատ էր մնացել սրանից էլ, որոշեցինք գոնե սա վերցնենք, էլի նույն ձևի հարմար ափսե է, կարելի է շատ բաներ այստեղ մատուցել, աղցանի համար էլ է հարմար, եթե քիչ քանակությամբ ենք պատրաստում, մի խոսքով հարմար էր, որոշեցինք սա մի հատնը գնեցինք, ոչինչ, սա ենք ակցիոնից վերցրել և մնացած ինչքան գիտեմ քաղցր է ակցիոնից, հիմա ցույց տամ։ Այսպիսի գրակարիչ ենք վերցրել, մեկ պետք է գալիս, ճիշտ է, մենք տանը գազով ոչ մի բան չունենք, մեր էլեկտրական է, բայց մեկ դրսում է կամ չգիտեմ, պետք է գալիս, թող լինի այդ տարբերակներ վերցրեցինք։ Սա էլ ամուսինս վերցրեց, ճիշտն ասած, սա ինչ-որ ասած սա ժգուտ է ձեռքի համար, մեկ ձեռքը ցավում է, ժգուտ է վերցրել, ժգուտ է, սա էլ, չգիտեմ, երևի ուսի համար, այդպիսի ինչ-որ պարագաներ են, սա իրենն է, այսպիսի փայտիկներ ենք վերցրել երկար, պետք գալիս է, ամեն դեպքում հարկավոր լինում է, Անի տեսել էի վերցրեցի, այստեղ էլի կոնֆետներ ենք վերցրել, այստեղ Twix ենք վերցրել, Milky Way ենք վերցրել, այս կոնֆետները շատ համով էին, վատը չէին լավն էին, ինքը կաթնային շոկոլադ է, մեկը նարինջով էր, մեկը նարինջով, չամիչով էր, մեկը արախիսով էր, շատ համով էին, շատ լավն էին։ Սա ենք վերցրել, ինչպես ասացի, մենք հիմնական գնումները կատարում ենք Մերկադոնայից, որտեղից է, որ կատարենք, Կարեֆուրից էլ ենք կատարում, Լիդլից էլ ենք մտնում, կան բաներ, որ գնում ենք, սմբուկը օրինակ Լիդլում է լավը լինում, բայց հիմնական մեր գնումները կատարում ենք Մերկադոնայից։ Մերկադոնան պարտադիր, չգիտեմ, խանութ է, որտեղ էլ մտնենք, վերջում ամփոփումը կատարվում է Մերկադոնա, այդպիսի ապրանքներ կան այնտեղ, հարմար է երևի գնել այնտեղից, չգիտեմ, ու ինձ թվում է մենակ իմ համար չի, ով ապրում է Իսպանիայում, երևի ամենահարմար խանութը Մերկադոնան է սուպերմարկետը, իհարկե իսպանական սուպերմարկետը։ Հիմա, ինչ ենք գնել։ Գնել ենք իհարկե ձու։
Աստծուն պարտադիր պայման է մեր տունը, պարտադիր ուտելիք է, որը պետք է լինի։ Իսկ հիմա բոլորի տանն է դա ձու են գնել։ Այստեղ գնել եմ 1000, վաղը որոշել եմ Ցեզար սարքել, գնել եմ 1000։ Ցեզար աղցանի համար նաև այսպես պատրաստի արդեն չորահացերը կա, որոշել եմ չտանջեմից, այսպիսի պատրաստի վիճակում արդեն գնել եմ, բավականին էլ հաջող է լինում։ Սա եմ գնել, սերուցք եմ գնել խմորեղենի համար ասա, այստեղ նարինջի հյութ, այստեղ այսպիսի վարունգ, հաց, խաղող, լոլիկ, այս տեսակի լոլիկը բավականին լավն է լինում, որ շատ համեղած լինում, հուսանք դա էլ լոլիկ են գնել, ինչի եմ ասում, որովհետև այստեղ բանջարեղենը, անկեղծ ասած, մեր հայկական վարունգի և լոլիկի համը չունի հաստատ, վարունգը, մեր նազարվան վարունգը, չկա այդպիսի վարունգ այստեղ։ Մերկադոնայում արդեն ստացել էին կերաս, արդեն կերասի սեզոնն է բացվեց, ես կերասը ելակից շատ եմ սիրում։ Այստեղ արդեն կտրատված այսպես պատրաստի ֆետա պանիր եմ գրել աղցանների համար, հունական աղցան պետք է պատրաստեմ, ֆետա պանիր եմ գնել, ելակ լավը չկար, սև հաղարճ եմ գնել, ելակ չկար խանութում, երևի շաբաթա չգիտեմ, վերջացել էր, արդեն երևի լապրանք չէին ստանում, սա սերուցք է գրված, սերուցք հիմնականում ճաշեր պատրաստելու համար է, բայց սա նման է մեր թթվասերին, շատ նման է ու բավականին համեղ է լինում և փլավներ, ինչ-որ ճաշատեսակներ կա, որ սերուցքով պատրաստում ենք և սա եմ օգտագործում և որպես թթվասերի տեղ սա էլ շատ համեղ է լինում։ Եվ նարինջ եմ գնել, մերկադոնայի նարինջը շատ քաղցր ու շատ լավն է, շատ։ Ուղղակի մանեկա, որ մեջը այսպես չլինի, ճիշտն ասած արդեն դե սեզոնը վերջանում է, բնականաբար այն լավ նարինջը չես կարող ճարել արդեն։ Սա հիմնականում նախատեսված է հյութի համար, որովհետև ինքը շատ հյութալի նարինջը ու քաղցր էր, բավականին լավն էր։ Մի խոսքով նարինջ եմ գնել և գնել ենք 5 կիլո պարկով կարտոֆիլ, դա ցույց չտամ, որովհետև կարտոֆիլը բոլոր տեղն էլ կարտոֆիլ էր։ Այսքանն էին ոնց էր մերկադոնայի գնումները։ Սիրելիներս, այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, չգիտեմ ձեզ դուր եկավ թե ոչ, նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիցս ձեր մեկնաբանությունների, լայքերի, ձեր գեղեցիկ խոսքերի համար, անչափ շնորհակալ եմ բոլորիցս, սիրում եմ ձեզ բոլորիդ։ Իսկ ես այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս մյուս անգամ հանդիպելու ակնկալիքով, ինչպես միշտ ասում եմ, մնացեք բարյավ և խաղաղ։